Փոքրիկը ուզում է ձեզ հետ գնալ զուգարան։ Ինչ անել։ Փոքրիկները դեռ չեն կարողանում հասկանալ, թե ուր է անհետանում մայրիկը, եթե դուռը փակվում է։ Նրանք լիովին լուրջ հավատում են, ես քեզ չեմ տեսնում, ուրեմն դու գոյություն չունես։ Ի դեպ, հենց այս սկզբունքով էլ երեխաները խաղում են թաքնվոցի։ Ես փակել եմ աչքերս, ուրեմն դու ինձ չես տեսնում։ Այն պահին, երբ մայրիկը անհետանում է դրան հետևում, երեխաները լցվում են սարսափով։ Ահա թե ինչու նրանք այդքան եռանդով թակում են դուռը և հիստերիայով գոռում։ Ինչ անել։ Փաստորեն, սա բաժանման և կորստի փորձ է, որոնք անպայման տեղի են ունենալու երեխայի մեծահասակ կյանքում։ Հիմա, վաղ մանկության շրջանում, դուք կարող եք օգնել նրան սովորել հաղթահարել այդ ապրումները։ Կարելի է պահպանել սահմանները, միևնույն ժամանակ մնալով աջակցող մայրի։ Պարզապես արտացոլեք երեխային, թե ինչ է նրա հետ կատարվում։ Լսում եմ քեզ, դու շատ ես նեղվել, որ չես կարող ինձ հետ գալ զուգարան։ Երբ դուրս գամ ու լվանամ ձեռքերս, անպայման կվերցնեմ քեզ գրկից ու կօգնեմ հանգստանալ։ Իսկ հիմա քեզ շատ դժվար է, որ քեզ ինձ հետ չեմ վերցրել։ Այսպիսի զրույցը ժամանակի ընթացքում կօգնի փոքրիկին վերամշակել անտանելի սարսափը, այն դարձնելով լիովին տանելի վրդովմունք, որի հետ նա ապագայում կկարողանա ինքնուրույն հաղթահարել։ Եթե ուժ չունեք երեխային աջակցելու, օգնության կանչեք մեկ այլ մեծահասակի կամ ինչ-որ բանով շեղեք նրան։ Օրինակ, զուգարանի դռան դիմաց աթոռ դրեք, երեխային նստեցրեք դրա վրա, խաղալիք տվեք ձեռքը։ Եվ երեխան սպասում է մորը աթոռի վրա նստած։ Երբ մայրը դուրս գա, նրանք նորից կհանդիպեն։ Զուգարանը մոր համար սուրբ վայր է։ Տղան քիչ վայրերից մեկն է, որտեղ մայրը կարող է փակվել և ժամանակ անցկացնել ինքն իր հետ մենակ։